Բարև ձեզ, դուք լսում եք Polytalks podcast-ը։ Այսօր մեր առաջին թողարկումն է ու փորձելու ենք ձեզ ներկայացնել տարբեր թեմաներ քաղաքականությանն առնչվող, ոչ թե պարզ, այլ շատ խորը կերպով։ Ձեզ հետ եմ ես Քնարիկ Սահակյանը եւ Փայլակ Չոբանյանը։ Բարև ձեզ, այս մեր առաջին հաղորդումն է, դրա համար կխնդրենք մաքսիմալ կերպով տարածել եւ հավանել մեր հաղորդումը, որպեսզի այն շարունակական բնույթ կրի։ Մենք ընտրել ենք 5 թեմա Հայաստանից եւ միջազգային հարթակից ու մեր նպատակն է պատմել դրանց մասին ու հայտնել մեր կարծիքը։ Այո, նորից ողջունում ենք ու սկսենք առաջին թեմայից։ Այս շաբաթվա ցնցող նորությունը ու ամենացնցող իրադարձությունը Փայլակ ԱԺ-ի ծեծկրտուկներն ու ստեղծված իրավիճակներ, այո։ Արի մի քիչ խոսենք, հասկանանք ինչ էր դա, ինչի տեղի ունեցավ դա։ ԱԺ-ում ծեծկրտուկը տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ, քանի որ բոլոր կուսակցությունները հիմա, ինչքան էլ տարբեր կուսակցություններ գնան, պատրաստվում են 26 թվականի հերթական ընտրություններին, ըստ ինձ հենց հերթական ընտրություններ են սպասվում ու արտահերթ դժվար թե լինեն, եթե ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն։ Իսկ ԱԺ-ի ծեծկրտուկը դա արդեն իմ կարծիքով այնպիսի երևույթ է, որ անընդհատ մենք ականատես ենք լինում, այսինքն հանրությունը սովորել է դրան, ճիշտ է մեր լրատվությունն էլ, լրատվական դաշտն էլ հիմնականում ուռճացնում է, գրելով ծեծկրտուկ ԱԺ-ում կամ այդպիսի վերնագրեր, սակայն դե հայհոյանքներ եղել են Բայց ասում են բայը չի ասել Քոչարյանը, բայը չէ, ամեն ինչ էլ ասել է Քոչարյանը ու եթե ինձ ես հարցնում, ես կասեմ, որ այն արտահայտությունները, որոնք հնչել են Հակոբ Ասլանյանի ելույթի ժամանակ, դե ում էլ ասեին պապը թուրք ա եղել, համարժեք պատասխան եմ կարծիքով հնչել, ես բնավ Քոչարյանի պաշտպանի փաստաբանի դերը չեմ ուզում ստանձնեմ, բայց մարդը ճիշտ պատասխան է տվել։ Բայց գիտես, ինձ թվում է Քոչարյանի ակտիվանալն էլ էր շատ պայմաններ ուներ, նախապայմաններ կար դրա թիկունքում, օրինակ, որ այդ անշարժ գույքի բռնականցման օրենքը, ապօրինի գույքի բռնականցման օրենքը ու հենց որ դա սկսեցին հայտարարել, իրենք սկսեցին խոսել կոռուպցիայից, միջև դա էլի խոսում են անիֆից կոռուպցիայից եւ այլն, բայց ինչ որ չես կարծում, որ դա դրա հետ շատ ուղիղ կապ ուներ։ Դե ես նոր ասացի, որ նախընտրական տրամաբանության մեջ այս ամեն ինչը տեղավորվում, բոլոր կուսակցություններն էլ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, կախված իրենց ձևաչափից, ինչ ձևաչափով կմասնակցեն, այնուամենայնիվ փորձելու են որոշակի միավորներ հավաքել ընտրություններից առաջ, որպեսզի կամ լիդերության հայտ ներկայացնեն կամ գոնե ներկայացված լինեն մյուս խորհրդարանում, դրա համար այս ամեն ինչը միայն այդ տրամաբանության մեջ է իմ կարծիքով տեղավորվում ու այս ամեն ինչի հետ մեկտեղ խոսակցություններն են ակտիվացել մանդատները վայր դնելու, սակայն իմ կարծիքով դա եթե արվեր Բաղրատ Սրբազանի շարժման ժամանակ, երբ որ փողոցը եռում էր եւ բազմահազանոց հանրությունը փողոցում էր գտնվում ու այդ ժամանակ եթե մանդատները վայր դնեին, ինձ թվում է ինչ որ որոշակի փողոցային process-ներ կհաջորդեին դրան, կարող է նույնիսկ խորհրդարանը լուծարվեր եւ հասնեինք մենք արտահերթ ընտրությունների ու ես կարծում եմ, որ հենց այդ ծրագիրն էլ ավելի արդյունավետ կլիներ եւ ճանապարհով, որ Բաղրատ Սրբազանը չգնաց ցավոք, գնացին իմպիչմենտի ճանապարհով, բայց ցավոք սրտի չստացվեց իմպիչմենտը ու տեսնում ենք, որ հիմա էլ չի ստացվում, բայց դրա մասին դեռ կանրադառնանք իմպիչմենտի մասին մեր թեմաներից է։ Նաև մի բան էլ ասեմ, իմ կարծիքով այս ԱԺ-ի ծեծկրտուկներն ու հայհոյանքները ես էլի եմ ասել իմ ելույթներում, որ սա մի տեսակ հիերարխիկ բնույթ է կրում, այսինքն վերևից ներքև սա կարծես թե պահանջ է դարձել հայհոյելու։ Այն անգամ էլ ասեցի, որ Վարդան Ղուկասյանի դոգի այդ քաղաքական դաշտից դուրս գալը մարդկանց մոտ դատարկություն է արդեն դատարկություն է ստեղծվել ու իրանք անդադ փորձելու են գտնել հայհոյանք, իրանք անդադ փորձելու են գտնել ծեծկրտուկ, այսինքն մի բան, որը հասարակությանը հետաքրքիր է ու Փաշինյանն էլ, իր թիմն էլ շատ լավ հասկանում են, որ հասարակության պահանջը, ինչքան էլ որ վատ է, բայց մեր հայ հասարակական պահանջը այսօր հայհոյանք լսելն է։ Այսինքն ով որ հայհոյելով է իր խոսքը ասում են, ուրեմն ճիշտ բան է ասում, ապրես, ցավդ տանեմ ու նման արտահայտություններ։ Ուզում եմ ասեմ, որ այս ՔՊ-ի հիմնական նպատակը էլեկտորալ զանգված հավաքելն է ու այդ էլեկտորալ զանգվածը իրանց համար կապ չունի ինտելեկտուալ զանգվածա, թե հայհոյասեր զանգվածա։ Ու համաձայն եմ այն մտքետ, որ 26 թվականի ընտրությունների նախապատրաստություն են տեսնում, բայց փաստացի այս ԱԺ-ի ծեծկրտուկները ստեղծել են ներքաղաքական ճգնաժամ իմ կարծիքով, որովհետև
նորմալ չի ամեն նիստից առաջ, արդեն մարդիկ ոնց որ ստավկա անեն, հա, այսօր ծեծկրտուկ կլինի, թե չէ, այսօր հայոյան կլինի, թե չէ, ու ոնց որ դարելա հին Հռոմի սենատը, որտեղ իրար ծեծում, ջարդում, կոտորում էին ու դա նորմալ էր։ Սա ժողովրդավարություն չի իմ պատկերացմամբ։ Ամեն դեպքում շեշտեմ, որ քաղաքականության մեջ ընդհանրապես տեղ չունի բռնությունը, հայոյանքները նաև նոր-նորքի այդ վերջին դեպքի առիթով ասեմ, որ դատապարտելի է այդ ամեն ինչը քաղաքականության մեջ ու եթե իդեալական հասարակության մեջ մենք գտնվենք, ընդհանրապես պետք է այդ ամեն ինչը դիսկուրսից հեռացնել ու միայն կոնստրուկտիվ քննադատությամբ զբաղվել, ոչ թե հայյանքներ, բռնություններ, քաշքշուկ, ծեծկրտոց, ճիշտ է, խորհրդանը բանավիճելու տեղ է, բայց ոչ իրար ծեծելու, հայելու, քաշքշելու, բայց մեր խորհրդանը միշտ պատմության մեջ աչքի հանկել դրանով, սակայն այս խորհրդանը 21 թվին ձևավորված ամենակարկառուն ներկայացուցիչն է։ Իմ կարծիքով խորհրդաններից ամենավատն է այս կոնֆիգուրացիայով ձևավորված։ Այս խորհրդանը արդեն 2-3 դեպք պետքա տեղի ունեցած լիներ, որ ինքը լուծարված լիներ ու նոր արտարտ ընտրություններ։ Բայց հարմարվում են ժողովուրդը։ Բայց ժողովուրդը հարմարվում է, այո։ Իսկ ինչ վերաբերվում է այդ հայոյանքին, որ նոր ասիր, հայ համաձայն եմ այդ մտքի հետ, որ ժողովուրդը ավելի շատ սենսացիաներ է ուզում, ով հայհոյեց, չգիտեմ, ով խփեց, ով ծեծեց, բայց էլի եմ ասում, դա պետքա ընդհանրապես դա այն ոչ կրթված ցածր հասարակություններում է, այդպես օրինակ ցավոք մենք այդ վիճակում ու նաև այդ համբալ ասելու մշակույթն է մեր մոտ տարածվել, այսինքն Փաշինյանը նույնիսկ ասում է շատ հանգիստ ամբիոններից ասում է համբալ ու որտեղից է դա եկել Ավինյանից այո Ավինյանի հորից դա նորմալ չի ընդհանրապես դարձել է պետական մակարդակով պաշտոնապես հաստատված վիրավորանք է դառել համբալը ու այսօր ամեն մեկը երկրորդին ասում է համբալ դա էլ աբսուրդ է ու նաև որ ասում ենք ժողովուրդը հարմարվել է այդ մասով էլ ինձ թվում է որ ասում են ամեն ժողովուրդ իր անդրածին արժանի է, բայց այս այդ դեպքը չի ու Փաշինյանի համար դարձել է ոնց որ կոզր այն երևույթը, որ ժողովուրդը եթե ձայն չի հանում, ուրեմն հարմարվել է։ Եթե ժողովուրդը չի բողոքում, ուրեմն հաշտ այն ամեն ինչի հետ ինչը տեղի է ունենում, ուրեմն հաշտ այն իրական Հայաստանի գաղափարի հետ, ուրեմն հաշտ այն գաղափարախոսության հետ, որ Արցախը մեզ համար բեռ է եղել 30 տարի ու այստեղ էլ հասարակության մեղավորությունը կա իմ կարծիքով մի քիչ էլ։ Դե ես կողմնակից չեմ ճիշտ ասած ժողովրդին մեղադրելու ամեն ինչի մեջ, մանավանդ որ մեր քաղաքական ուժերը հատկապես ընդդիմությունը իր շարժումների ձախողման մեջ դա շատ է կիրառում այդ երբ որ ինչ-որ բան չի ստացվում ժողովուրդն է մեղավոր դուրս չեկան մեզ շոկնեցին դա սխալ է ինչևէ անցնենք հաջորդ թեմային այս թեմը որ խոսանք իմ կարծիքով դեռ շատ կծավալվենք այո հաջորդ թեման մեզ մոտ մայիսին շքերթին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է ընդհանուր Պուտինի հանդեպ իր վերաբերմունքը Պուտինի վերաբերմունքը իր հանդեպ ու այդպես ինչ կասես այդ թեմայով Իմ համար մի քիչ դիսոնանս է առաջացրել այս թեման, երբ որ ես նայում եմ պաշտոնյաներին այդ շքերթին մասնակցած, հասկանում եմ, որ մեր ուղեգիծը քաղաքական վեկտորը, արտաքին քաղաքական վեկտորը մի քիչ չի համապատասխանում մեր ամբիոններից հնչեցրած հայտարարություններին։ Հա, նորմալ է, որ Փաշինյանը գնաց Մոսկվա, որովհետև հայրենական պատերազմը պետք չի ուրանալ ու այդ մեր բոլորի պապերի հաղթած պատերազմն է, բայց այստեղ էլ մի դիսոնանսը ինչու՞մ է առաջանում, որ Ալիևը չգնաց, բայց իր զորախումբը այնտեղ մասնակցեց այդ շքերթին, բայց Փաշինյանն էլ գնաց ու զորախումբը չմասնակցեց։ Եթե նայենք այս երևույթի հոգեբանական կողմին, ինչքանով որ ես եմ հասկանում, Փաշինյանը անընդհատ խուսափում է մարտական, ռազմական, բանակային, զինվորական ներկայացվածությունից ամենուրեք։ Այսինքն, եթե նկատել եք 18 թվականից ի վեր, բանակի հետ կապված հայտարարություններն էլ մեր պաշտոնական խոսույթում շատ թուլացել են, այդ մասին շատ քիչ է խոսվում։ Ու Ալիևի չգնալը, բայց զորք ուղարկելը, ինչքան էլ որ ցավոտ է արձանագրելը, ավելի ուժեղ քայլ էր, քան Փաշինյանի գնալը ու մեր զորքը այնտեղ։ Կարծիքով 18 չէ, 20 թվականից, որովհետև պատերազմից առաջ էլ պատերազմի ժամանակ էլ ասում էր ինքը հելնում էր ճղճղում էր իրան, որ ես եմ գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ մեկը չկասկածեք, կպարկեսնեմ ասֆալտներին եւ այլն, բայց պատերազմի պարտությունից հետո այո այդպես է, որ ինքը փորձում է իրան բանակի հետ չասոցացնել, նույնիսկ այդ Տավուշյան մարտերի ժամանակ դեռ պատերազմից առաջ ինքը այդպես մարտական խաչեր բաժանեց, այսինքն իրան փորձում էր դնել այդ գերագույն գլխավոր հրամանատարի դերում, բայց հիմա
այդպես բանակի վերաբերյալ հայտարարությունները քիչ ենք լսում, ինչ էլ որ լսում ենք, օրինակ Ֆրանսիան մեծ զենք է մատակարարել, ինքը ասում է, որ դա ոչ մահաբեր զենքեր են, դա բանակի տրամաբանության մեջ ընդհանրապես չի տեղավորվում, որովհետև բոլոր զենքերը մեզ պաշտպանելու համար են, ինչ նշանակում ոչ մահաբեր։ Բան էլ ասեմ, այդ Փաշինյանի, եթե կադրերին հետևել ես, կտեսնես, թե Փաշինյանը ում կողքին էր նստած ամբողջ ընթացքում, Լուկաշենկոյի, ու երբ որ ես նայում եի 24 թվականի մայիս ամիսը, դե անցած տարի ինքը չէր գնացել Ռուսաստան, եթե ֆիքսել ես, էլի, ու անցած տարվա ելույթներում, երբ որ հրավիրված էր Դանիա, կարծեմ, Կոպենհագեն, այնտեղ իրեն հարցնում են, երբ կուզեք, որ Հայաստանը հայտնվի ԵՄ-ում, ասում է հենց այս տարի էլ կուզեմ, ու 25 թվականի մայիսին իր նստելը Լուկաշենկոյի կողքին, էլի այդ դիսոնանսը միշտ արկա։ Իմ մոտ երբ որ մենք Փաշինյանից խոսում ենք, իմ մոտ դիսոնանս է առաջանում, որովհետև հա նորմալ է քաղաքականության մեջ խաբելը, նորմալ է խոստումներին տես չկանգնելը, մի քիչ քաղաքականությունը մարդկանց համար ոչ բարոյական է, բայց այս դեպքում կոնկրետ, այսինքն ոչ թե հարցը ՀԱՊԿ-ն կամ ԵԱՏՄ-ն, այլ հարցը հենց օրինակ ԵԱՏՄ ու ԵՄ-ը, հարցը հենց ՆԱՏՕ ու ՀԱՊԿ-ը, այսինքն այդ տարբերությունները շատ են ու Ճիշտ ես ասում, բայց միտեղ չեմ համաձայնվի, իմ համար քաղաքականության մեջ խաբելը ընդհանրապես նորմալ չի, պոպուլիզմը իմ համար նորմալ չի, ես ավելի շատ Դեպս մեթոդ է, էլի։ Մեթոդը հա ու ցավոք սրտի շատ ձայներ է հավաքում, ինչպես օրինակ Թրամփը կամ Ջորջիա Մելոնին Իտալիայի վարչապետ եւ շատ այլ առաջին դեմքեր պետությունների, բայց իմ համար պոպուլիզմը ու խաբելը քաղաքականության մեջ ընդհանրապես նորմալ չի, նաև չեմ համաձայնվի այդ մտքի հետ, որ քաղաքականությունը անբարոյականություն է, ճիշտ է շատ են այդ ասում, բայց ես համաձայն չեմ դրա հետ ու իմ համար ավելի ընդունելի է այն առաջնորդը, այն տեխնացուն նախագահի կամ չգիտեմ, այն մարդը, ով որ կգակասի ժողովուրդ ջան վատ ալնելու ձեր համար վատ եք ապրելու, քան թե այն մարդը, որ գիտի այդ ամեն ինչը ու գալիս ստում է։ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ իր կոչերում զգուշացնող մի բան է ասում, իրան ասում են, որ ինքը դավաճան է, վերջ, ինքը լավը չի ուզում։ Իսկ Փաշինյանը, երբ որ խափում է, ասում է Արցախը մերն է, բայց մի քանի տարի հետո տալիս է, Փաշինյանի կերպարը այդքան դավաճանի հետ չի ասոցացվում, ինչքան պրագմատիկ Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը։ Օրինակ իմ համար Փաշինյանից շատ դավաճան գոյություն չունի այս աշխարհում։ Իմ համար էլ, բայց ժողովրդի համար ի՞նչն է կարևոր։ Ժողովրդի համար կարևոր է թոշակները, ժողովրդի համար կարևոր է կոռուպցիայի մեջ չլինելը, ժողովրդի համար կարևոր է, ասում առաջ մենք որ գնում ենք տնօրենի մոտ, մենք պարտադիր մեր հետ բամբանյարկա ենք տանում։ Հիմա Փաշինյանը ինչ եկել է, այլ բամբանյարկա չենք տանում, մեր երկիրը շենացնում է։ Այդ նորմալ չի։ Նորմալ չի, այո, ժողովուրդը ով էլ հետագայում նախագահ լինի, վարչապետ լինի, չգիտեմ, երկրի ղեկավար լինի ու հատկապես Հայաստանում այդ շատ սուր ազգացում, որ բոլորից դժգոհ են ժողովուրդը ու եթե իրանք վատ են ապրում, իրանք դա պրոյեկտում են ղեկավարության վրա ու ընդհանուր ամենավատ խոսքերով բնութագրում են դավաճան, հողատու, չգիտեմ ինչ, բայց իմ կարծիքով դա նորմալ չի ու էլի եմ ճշտում քաղաքակիրթ երկրներում այդպես չպետք է լինի։ Ցավոք, այդ բևեռացում ու պիտակները, ի հայտ գալը, սևերն ու սպիտակները 18-ից հետո է եկել։ Այսինքն մարդիկ արդեն նախկին ներկա են անում, սև սպիտակ են անում, դավաճան են անում, հայրենասեր են, այդ ամեն ինչը էլի 18 թվականի թավշյա հեղափոխության ոչ թավշյա արդյունքներ։ Նախկին ներկան հենց իրանց ծրագրի արդյունքներ, իրանք նպատակադրված բերել են այդ ծրագիրը ու իրականացրել են այդ ու հիմա էլ են փորձում ներկայիս դրության մեջ փորձում են հենց Գյումրու ընտրությունների ժամանակ իրանք փորձեցին ասել մնացած բոլոր տեխնացուները նախկիններն են ու մենք ենք պետք է մեզ ընտրեք ժողովուրդ ջան 21 թվին այդ աշխատեց Գյումրիում չաշխատեց, բայց Գյումրին մունիցիպալ աստիճան է, չգիտեմ ինչքանով 26 թվին դա կաշխատի, բայց 26 թվին էլ են իրանք փորձելու նախկին ներկա էլի պիտակավորումները առաջ բերեն, բայց այստեղ էլի դիսոնանս է քո ասած առաջանում, որովհետև ամենանախինը իրանք են, եթե նայենք նախագահին 90-ականների դեմ, Անդրանիկ Քոչարյանն ու տեն շատ կարամ թվարկեմ, որ կամ դեմքեր կան, որ բոլոր իշխանությունների հետ աշխատել են, նախկինների են, այո։ Մայիսի 9-ից էինք խոսում, մի քիչ շատ շեղվեցինք, բայց հասնենք նրան, որ Հ1-ում կոնկրետ պրոպագանդա է։ Իմ համար պրոպագանդա է, պատմության վարկաբեկումը, հայրենական պատերազմի ուրացումը ու Հայաստանի դերը նվազեցնելը։ Խայտարակ պրոպագանդա իմ կարծիքով ու պրոպագանդան պետքա, եթե նույնիսկ արվում էր, ես պրոպագանդային եմ անկեղծ ասած դեմ, բայց եթե պետական մակարդակով, ասենք օրինակ հայրենասիրության պրոպագանդա է արվում, դա ընդունելի է որոշ չափով, բայց եթե օրինակ պրոպագանդան այսպիսի վատ արժեքների է բերում,
այսպիսի վատ արժեքներ է քարոզում, դա շատ վատ բան է, այն էլ հանրային հեռուստաընկերության մեր հարկերով ֆինանսավորվող կառույցի եթերում ու հենց այդ Պետրոս Ղազարյանի տաղավարում ճիշտ է իր տաղավարից միշտ քարոզչությունը հորդում է շատ մեծ դոզաներով, բայց մայիսի 9-ի օրը կանչել մի մարդու, ով ընդհանրապես պետք է այդ օրը հեռու մնար հեռուստատեսությունից, ոչ միտեղ չերևար, բայց հենց այդ մարդուն կանչել ու գոնե ինքը մի քիչ ամոթ ունենար չգար, բայց ինքն էլ համաձայնվել է եկել է ու բացարձակ հիմարություն է խոսում, իր ամեն մի ասած բառը արդեն շատ եմ կարդացել, բազմաթիվ պատմաբաններ հերքել են իր ասածները մանրակրկիտ, նույնիսկ հերքել չէ, ջախջախել են իր հիմար պնդումները, օրինակ ասում է Գերմանիան ուզում էր Ստալինգրադից հետո իջնել Կովկաս ու միացյալ Հայաստան ստեղծել։ Աբսուրդ։ Իրանի չլսեինք, չէ։ Դու Հիտլերի մոտ ես եղել, բունկերում ես եղել, լսել ես իր ծրագրերը, թե ոնց։ Թե ֆաշիստ ես դու ընդհանրապես։ Դե ինքը հիմա ֆաշիզմի ռեաբիլիտացիայի փորձ է անում։ Դու օրինակ ինչ ես կարծում, Արծուն Հովհաննիսյանը ինչի հենց հմեկում մայիսի 9-ի օրվա առիթով եկավ ու սկսավ այդպես իր ասելով միֆերը ջախջախել։ Իրանց մոտ այդ հիմնական բանն է, իրանք ինստիտուցիոնալ հիշողության վրա հիմնված հերքումներ են տալի, այսինքն իրանք գալիս են մի պա, դու, չգիտեմ, ծնվել ես 20-30 տարի ապրել ես այդ մտքով, իրանք գալիս են մի պա, այնց աբսուրդ են ասում, որ քո ապրած ամբողջ այդ պատմությունը, կյանքը, տեսածը, կարդացածը զրոյանում է, ու դա ինստիտուցիոնալ հիշողության խեղաթյուրում է։ Ես անկեղծ չեմ պատկերացնում ինչի համար է դա, ասենք ֆաշիզմի գովքը հմեկով չեմ կարող պատկերացնել դրա նպատակ։ Ես վարկած ունեմ, անկեղծ ասած, մայիսի 9-ի առավոտյան մի գրառում էի արել, որը շատ արձագանքներ ստացավ, գրել էի մասնավորապես, որ այս իշխանությունները ինչպես որ ցեղասպանության, ինչպես որ Ղարաբաղյան կոմիտեի, Ղարաբաղյան շարժման ու Արցախյան ազատամարտի դերն են փորձում մեր պատմության մեջ զրոյին հավասարեցնել, նվաստացնել մեր հերոսների վաստակը հողին հավասարեցնել, այնպես էլ նույն քարոզչությամբ աշխատում են մայիսի 9-ի մեծ հայրենական պատերազմի հաղթանակի վերաբերյալ ու այդ արձագանքները իմ մոտ երկու մասի բաժանվեցին, մի մասն էլ արձագանքների այն էր, որ մարդիկ ասում էին, որ չափազանցնում եմ ու մայիսի 9-ի հանդեպ ոչ մի այդպիսի վերաբերմունք չկա ու բոլորն էլ գիտեն, որ դա ամրագրված փաստ է, որ մեր պապերը կռվել են, հաղթել են ու ընդամենը ժամեր անց հմեկի եթերով, հմեկի տաղավարում պատերազմի հետ ընդհանրապես կապ չունեցող մեզ 44 օր ստած մարդ մայիսի 9-ի միֆազերծում էր կատարում։ Իմ կարծիքով դա խայտարակություն է ուղղակի։ Բայց այս մասին ես մի հատ տեսություն եմ ուսումնասիրել, ինքը կոչվում է նախաձեռնված պատմություն, այսինքն ինքը հատուկ տեսություն է, որ ասում է ձևավորվում են էթնիկ հիշողության մոդելներ։ Էթնիկ հիշողության մոդելը ինչ է իրանից ներկայացնում, ինքը գալիս է առաջ այդ մոդելի ժամանակ, իրենք փորձում են քեզ այնպիսի ճշմարտություններ հարմարեցնել, որոնց մեջ կա կես ճշմարտություն, կես ճիշտ։ Բայց դրա հիմնական նպատակը քո անցյալի հիմնական հիշողության պատմության խեղաթյուրումն է։ Այսինքն իրենք օքեյ են, որ մայիսի 9-ը եղել է, բայց նաև մի հատ sense զուգահեռ այլ սուտ բան են ասում քեզ, որ լինում է, որ քո էթնիկ հիշողությունը լրիվ փոխվում է ու այստեղ էթնիկ հիշողությունը կերտվում է այլ կերպ։ Այսինքն իրենք չեն ասում, որ մայիսի 9-ը ընդհանրապես չի եղել։ Իրենք ասում են եղել է, բայց ու այդ բայցից հետո ասում են այն, ինչ որ պետքա հարմարեցվի քո ուղեղին հետո։ Այս շատ հետաքրքիր տեսություն է ու իրանց տեսություն է։ Այս մայիսի 9-ի թեման եզրափակելով այսօր Ռուսաստանի դեսպանի արձագանքը տեսա, նամակը ավելի ստույգ ուղղված Սուրեն Պապիկյանին, Պաշտպանության նախարար, մասնավորապես նա գրել էր, որ ձեր հանրային հեռուստաընկերությունից հնչող Արծուն Հովհաննիսյանի շուրթերով սուտը ուղղակի պատմության, մեր համատեղ պատմության ժողովուրդների բղծում է ու դա ընդհանրապես չի կարելի թույլ տալ, այդ մարդը հենց Սուրեն Պապիկյանին էր նամակը հղել, որովհետև փաստացին աշխատում է Սուրեն Պապիկյանի ենթակայության տակ Պաշտպանության նախարարությունում ու թունավորում է եթերը իրական Հայաստան եւ կրթվել է նորաձևի գաղափարներով, որ թե իրական Հայաստան, թե կրթվել է նորաձևի շարժումներին ինքը մասնակցում էր, ես տեսել եմ այդ հոլովակները ու հիմա այդ ամեն ինչով թունավորված ինքը եկել է հանրայինի եթեր ու փորձում է այդ ամեն ինչը սփռի մեր հասարակ ժողովրդի վրա, ովքեր որ առանձնապես չեն խոհանում պատմության մեջ, մայիսի 9-ը չեն ուսումնասիրում, գիտեն, որ պապերը կռվել են, հաղթել են, բայց
առանձնապես ինչ ա եղել, մարդիկ հասարակ մարդիկ իրանց պետք էլ չի դա որ խորանեն, իրանք ընդամենը իմանան, որ այդպիսի բան եղել է, արդեն հերիք է։ Դե ՀՄԿ-ը ընդհանրապես բոլոր իշխանությունների ժամանակ էլ քարոզչական միջոց ա եղել, բայց այս իշխանությունների վաղ սխալ է աշխատում մի քիչ։ Ոչ թե սխալ, այլ խայտարակ ձևով։ Ուրանումը, պատմությունը, այն Ռուբեն Վարդանյանի վերջին դեպքը, որ բոլոր հերոստատեսություններով, հերոստա ալիքներով, կայքերով, տելեգրամյան էջերով, բոլոր տեղերով Ռուբեն Վարդանյանի ուղերձներ, Բաքվի բանտից առաջին ուղերձը, իսկ ՀՄԿ-ով ոչ ցերեկվա լուրերի ժամանակ, ոչ երեկոյան լուրերի ժամանակ, ոչ գլխավոր լուրերի ժամանակ դրա մասին ընդհանրապես ոչ մի հիշատակում չկար։ Որ ամենաաշխարհահռչակ լրատվականներն էլ արձագանքել էին։ Ամեն դեպքում կարող ենք արդեն անցնել հաջորդ թեմային, սկզբում նշեցինք, որ impeachment-ի մասին ենք խոսելու, այսինքն ուզում եմ, ես պատկերացնում եմ, բայց արի հասկանանք, քննարկենք, թե արդյոք դա ռեալ քաղաքական գործընթաց է, թե նորից ինչ որ ընդդիմադիր դաշտի կողմից քայլեր են, ընտրազանգված գրավելու, իրենց կողմը քաշելու, թե նորից պայմանավորվածություն է իշխանության ընդդիմության միջև, ինչ ես դու կարծում։ Ես կարծում եմ ու այդպես է տեսության մեջ քաղաքական, որ impeachment-ը գործիքակազմ է ընտրությունների նման, որ այդ գործիքակազմը նույնպես հնարավոր է ինչ որ արդյունք գրանցել, բայց այդ արդյունքը գրանցելու համար պետք են որոշակի նախապայմաններ, ինչպես որ ընտրություններում, օրինակ դու չես կարող առանց քարոզչության գալ ու դառնալ վարչապետ։ Նույնն էլ impeachment-ի ժամանակ դու չես կարող առանց պատրաստության, առանց վստահության, որ անհրաժեշտ քանակի ստորագրությունները կհավաքես, դու գաս ու սկսես impeachment-ի գործընթաց, որը որ ի սկզբանե մատնված է ձախողման։ Ու հիմա էլ մեր խորհրդանում այդ կոնֆիգուրացիան է ստեղծված, որ 54 պատգամավոր 107-ից պետքա քվեարկեն impeachment-ի օգտին, իսկ impeachment-ի փաստաթուղթը ինչ է իրանց ենթադրում, որ պետք է նաև առաջադրվի թեկնածու։ Մարուկյանն է, չէ, առաջադրում տեխնիկա։ Հեսա դրա մասին կխոսենք, մի հատ impeachment-ի մասին առանձին անդրադառնանք, impeachment-ի 54 անհրաժեշտ ստորագրությունները ընդհանրապես անհնար է հավաքել ներկայիս խորհրդանում որոշակի բացառություններով, ինչու, որովհետև 18 պատգամավոր պետքա քվեարկի ԿՊ-ից։ Իսկ դա բոլորս էլ հասկանում ենք, որ իրական բան է։ 99.9%-ով անհնար բան է, որ 18 պատգամավոր ԿՊ-ից շրջվեն ու քվեարկեն։ Բայց կարա այլ տարբերակ էլ լինի, որովհետև եթե իշխանությունների քայլերը տեսնում ես, իրենք բացի Փաշինյանից ունեն նաև մի քանի տենց առաջադեմ երևացող դեմքեր, օրինակ, չգիտեմ, Ալենը Սիմոնյան կամ Ավինյանն էլ պակաս ԿՊ-ի առաջին այդ դաշտում պակաս չի, հա, ու ինձ թվում է նաև այս impeachment-ի գործընթացը, եթե ԿՊ-ն էլ ինքը քվեարկի այդ 18 ձայները անհրաժեշտ, կլինի միայն այն դեպքում, երբ որ առաջադրվող տեխնացուն էլի իրենցից է ու ժողովուրդը չգիտի, որ իրենցից է։ Ինձ թվում է հենց այդ Հակոբ Ասլանյանի ու Հովիկ Աղազարյանի ԿՊ-ից դուրս գալը ու հենց իրենք են impeachment-ը սկսել, չէ, եթե ես չեմ սխալվում, իրենք են այս նախաձեռնությունը ու այդ մասկը կուսակցությունն են հիմնել, այդ գործընթացն են սկսվել։ Ինձ չի թվում, որ սա ուղղակի պատահականություն է, երկու որոշեցին դուրս գալ, հանկարծ impeachment սկսել ու ամենատարօրինակ են կլինի, որ 18 ԿՊ-ական պատգամավոր քվեարկի դրան։ Ես այդ վարկածի շուրջ ճիշտ ասած մտածել եմ, եթե մենք այն վարկածով գնանք, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դեռ շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ, իսկ դա դժվար չէ ենթադրել, քանի որ իրանք իրանց հարցազրույցներում էլ դեռ Փաշինյանի հասցեին ոչ մի վատ խոսք չեն ասել ու շարունակում են մեծարել նրան։ Որ ուղղակի թրաշվելուց հետո չճանաչում Փաշինյանը։ Ընդհանրապես մի քանի խոսք Աղազարյանը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի ավտորիտարիզմին ու վերջ, իսկ դա իմ կարծիքով ամենափոքր բանն է, որ կարելի է Նիկոլ Փաշինյանը։ Ասել են ինձ վիրավորի ինքն էլ, վայ չէ, ես ընդամենը կասեմ ավտորիտարիզմ։ Հա, եթե այդ վարկածով շարժվենք մենք, որ Նիկոլի պրոյեկտն են մաս կուսակցությունը ու հիմա էլ առաջադրում են Էդմոն Մանուկյանին, այդ վարկածը գոյության իրավունք ունի, քանի որ Էդմոն Մանուկյանը թե ելք դաշինքի ժամանակ, թե դրանից առաջ, թե հիմա ներկայիս իշխանության օրոք հատուկ հանձնարարություններով դեսպան է աշխատել, ԿՊ-ի պատգամավորներից մեծամասնության հետ կապեր ունի, նաև չգիտեմ ինչ հարաբերությունների մեջ է գտնվում իրանց հետ, բայց աշխատել է նրանց հետ ու իմ կարծիքով ավելի
ընդունելի թեկնած ՈՒՔՊ-ի համար գոյություն ունենալ չի կարող ու եթե հիմա մենք այդ վարկածը տեղավորենք որոշակի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաների մեջ, այսինքն վերադասավորումներ, այսինքն եթե ինչ որ աշխարհաքաղաքական կամ կոնսենսուս կա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերաբերյալ ու եւ եթե այդ թեկնածուն պետք է լինի հենց Էդոն Մարուքյանը, ուրեմն այս ամենահարմար պահն է այդ 18 ՔՊԱ-ականների նավից փախնելու համար։ Համաձայն եմ շատ։ Բայց ես այդ վարկածը այդքան իրատեսական չեմ համարում, որովհետեւ դրան զուգահեռ նաեւ մենք գիտենք, որ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն էին իմպիչմենտի գործընթացը տորպեդահարում ու պնդում էին, որ դա միակ ճանապարհն է իշխանափոխության, սակայն ես իրանց հետ չեմ համաձայնվել, նույնիսկ դրա մասին ծավալուն գրառում ունեի, ում հետաքրքիր է կարող եք կարդալ Facebook-յան էջում։ Այնտեղ ես նրանց 5 հարց եմ բարձրացնում ու այդ 5 հարցով ըստ էության հիմնավորում եմ, որ impeachment-ը հնարավոր չի ու նրանք նաև մերժում են 2026 թվականի ընտրությունները, այսինքն ընտրություններով ասում են, որ իշխանության փոխելու հնարավորություն չկա, սակայն եթե դու մերժում ես գլխավոր իշխանության փոփոխման մեխանիզմը, դա ըստ էության դու շղթում ես քաղաքագիտությունը, իմ կարծիքով դա շատ սխալ է։ Ընտրությունների հետ կապված մի բան էլ ասեմ, էլեկտորալ խապկանքային կոչվում, ինքը նշանակում է մի երևույթ, երբ որ քո նշած օրինակ ավտորիտար պետություններում, նու չասեմ ավտորիտար, որովհետև լիովին ավտորիտար եթե եղավ պետությունը, դա չի լինի։ Մինչև այդ ավտորիտարի ու ժողովրդավարության մեջ տեղում ունենք այդ մրցակցային ավտորիտարիզմ տերմինը, որը հիբրիդային ռեժիմներից մեկն է, ու այս պետություններում, այս տեսակ պետություններում ինքը էլեկտորալ խապկանք է կիրառվում, այսինքն մնացած բոլոր իրավունքներն ու ազատությունները խախտվում են, բացի ընտրություններից։ Ու եթե օրինակ քաղաքապետարյանների հետ կապված իրավունքներն են խախտվում, քաղաքացիական ազատությունները, քաղաքացիական իրավունքներ եւ այլն, ու դրա հետ զուգահեռ պահում են օրինակ արդար ու թափանցիկ ընտրություններ, ասում են եթե ընտրությունները թափանցիկ ու արդար են, ուրեմն պետությունը ժողովրդավարական է։ Հիմա ես չեմ բացառում, որ Հայաստանը այդ տեսակ պետությունների թվին է դասվում ու ես 21 թվականի ընտրությունների մասին, երբ որ տեսում եմ, ընդհանուր միջազգային կայքերում էլ իր թափանցիկության մասին կան գրառումներ, ես տեսնում եմ, որ այդտեղ ընտրախախտումներ չեն եղել իմ համեստ կարծիքով երևի, ու 26 թվականի ընտրությունները բացառելը Ղազարյանի ու Մալյանի կողմից ինձ թվում է քո ասած քաղաքագիտական ժխտում է, որովհետև այս պետությունում ինձ թվում է ընտրությունները այդքան էլ պակաս կարևոր երևույթներ չեն ու ինձ թվում է այդ քո ասած impeachment սկսելը այդ թևից ու հույս ունենալ, որ ԿՊԱ-կան 18 պատգամավոր պետքա քվեարկեն, դա խապկանք է ուղղակի ու միակ հույսը կամ փողոցային պայքարն է, այսինքն ինչ ձևով որ եկավ Փաշինյանը այդ նույն ճանապարհով իրեն հեռացնելն է, կամ էլ ընտրություններն է, բայց երկուսի դեպքում էլ խնդիրներ ունենք, որովհետև փողոցային պայքարում էլ նոր դեմք է պետք, նոր այլընտրանք է պետք, որովհետև ժողովուրդը այլևս չի վստահում ընդդիմությանը, խորհրդանական։ Այո, խորհրդարանական ընդդիմությանը կան մի քանի առանձին դեմքեր, բայց հասարակության մեջ էլ այդ նույնականացումը կա, չէ, ԿՊ-ինն է, Հայաստան Դաշինքինն է, Պատիվ ունեմինն է, այսինքն պետք է նորմալ այլընտրանք ժողովրդին դուրս հանելու համար։ Ու շատ են երևի շեղվում, բայց ասեմ, Բագրատ Սրբազանի այդ շարժման հետ կապված ինքը ինչի չարդարացրեց իրեն, հա, հնարավոր է էլի նորից նոր թափ առնի ու հաջողվի, ես էլ սկզբում եղել եմ շարժման ջատագովներից մեկը, բայց երբ որ Բագրատ Սրբազանը ինքը հրապարակում հայտարարեց, որ իշխանափոխությունն է միակ պահանջը, դա իր պարտության հիմնական կետերից մեկն էր, որովհետև չի կարելի հրապարակում հավաքված մարդկանց զանգված տեսնելուց նույն պահին պահանջել հրաժարականը։ Ոչ, պահանջը պետքա լիներ սահմանազատման խնդիրը, պահանջը պետքա լիներ հայրենիքի սահմանների պաշտպանությունը ու այլ ավելի կարևոր արժեքներ, որովհետև մարդիկ, ովքեր քո կողքին էին, կային մարդիկ Հայաստան Դաշինքից, կային մարդիկ Պատիվ ունեմ Դաշինքից, ու այսինքն եթե կան քո կողքին կանգնած մարդիկ, ում համար ավելի կարևոր են արժեքները, քան օրինակ, հա, համաձայն եմ հայրենասիրությունը, այդ հայրենիքի կարևորությունը Փաշինյանի հետ մի քիչ համատեղելի չի, բայց այդ պահին այդ հրապարակում գտնվում էին տարբեր թևերից մարդիկ, տարբեր ընդդիմության ներկայացուցիչներ, տարբեր գաղափարների մարդիկ, նույնիսկ մարդիկ, ովքեր կուսակցությունների հետ կապ չունեն ու իրենց պահանջը փրկություն գտնելն էր այդ մարդու մեջ, ով որ հոգևորականի կերպար ուներ ու որը ավելի համոզիչ էր, քան քաղաքականության մեջ խրված ավելի կեղտոտ անցյալով ներկայացուցիչները։ Ու իմ համար սխալ էր միանգամից իշխանափոխություն պահանջելը, մարդկանց բերել, հասցնել հրապարակ, ասել իշխանափոխություն։ Կարծիքով չեմ համաձայնվի քո հետ, որովհետև
տավուշից երբ որ շարժումը սկսեց, դեռ ընդհանրապես իշխանափոխության պահանջ չէր հնչել ու Հենց այդ խնդիրը։ Առաջինը խնդիրը դրվել էր սահմանազատման ու սահմանագծման գործընթացի դեմ եւ տավուշից երբ որ քայլելով եկան Երևան ու մայիսի 9-ին հասան, հենց այդ արդեն պետքա դառնար այդ ապոգեյը, որ այսինքն մենք այս իշխանություններից ոչինչ այլևս չենք պահանջում, որովհետև նրանք իրենց բացարձակ կերպով սպառել են ու պետքա հեռանան, որովհետև եթե իրանք մնան, ոչ մի խնդիր չի կարող լուծվել։ Այսինքն ամենագլխավոր պահանջը դառնում է իշխանափոխությունը։ Բայց լուծում չէր առաջարկում։ Հիմա որ ՀՖՖ-ի կամ չգիտեմ ինչ որ առանձին նախարարությունների դեպքերով հրաժարական են պահանջում կամ հենց նոր-նորքի թաղապետի դեպքով ես այդ մարդկանց շարքին կյանքում չեմ դասվել, ամենայն դեպս այս վերջին 6-7 տարվա ընթացքում, որովհետև երբ որ դու չես փոխում ամենագլխավոր այդ խնդիրների ստեղծողին, դու չես կարող ներքևի օղակները փոխել ու ինչ որ փոփոխություն ակնկալել։ Նույն ներքին գործերի նախարարության նախարարի փոփոխմամբ ամենախայտարակ նախարարներից իմ կարծիքով Վահե Ղազարյանին երբ որ փոխեցին ու դրեցին Արփի Սարգսյանին, համակարգում ոչինչ չփոխվեց, որովհետև այդ համակարգներն են ներսից փտած։ Բայց համակարգները մարդկանցից են, չէ՞, այդ ինստիտուտները հո իրանք։ Այո, համակարգները մարդկանցից են կառուցված, իսկ մարդկանց տվյալ մարդկանց ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Դրա համար ես համաձայն եմ։ Ներքաղաքական թեմաներից զատ նաև կարևոր է խոսել արտաքին քաղաքական թեմաներից ու ամենաշաբաթվա իրադարձային լուրերից մեկը Պուտինի Ստամբուլ չգնալն էր, այսինքն իսկ ասեի 22 թվականից ի վեր։ Այո, 22 թվականից ի վեր Պուտինի Ստամբուլ չգնալն ու Պուտինի ու Զելենսկու հանդիպման չստացվելն է։ Ինչ ես կարծում, ինչ էր սա նշանակում, այսինքն Պուտինը չի ուզում հրադադար, որովհետև ինքը հիմա շահեկան դիրքերում է գտնվում, բայց բանակցային գործընթացին սա հետագայում որքանով կխանգարի։ Նախ պետք է հասկանանք ինչու եմ ասում 22 թվականից ի վեր, որովհետև 22 թվականին էին վերջին բանակցությունները ընդհատվել ու այդ բանակցությունները արդեն կարող էին հասնել հաջողության, ուղղակի Բորիս Ջոնսոնի պարտադրմամբ ուկրաինական կողմը վերջին պահին դուրս եկավ համաձայնություններից եւ պատերազմը արդեն դրանից հետո 2 տարի է ինչ շարունակվում է։ Նախ հասկանանք կողմերը ինչ պահանջներ են միմյանց ներկայացնում, դրանից հետո արդեն կսկսենք վերլուծել մանրակրկիտ իրավիճակը։ Սկսենք ուկրաինական կողմից, ուկրաինական կողմը անիրատեսական պահանջներ է ներկայացնում, մասնավորապես 4 շրջանների ու Ղրիմի հետ վերադարձը, այսինքն վերադարձ 2014 թվականի սահմաններին, ինչը բացարձակապես անընդունելի է Պուտինի կողմից, նաև նրանք մաքսիմալիստական պահանջներ են ներկայացնում հատկապես ՆԱՏՕ մտնելու հանդեպ, հենց Պուտինը դրա պատճառով էլ սկսեց պատերազմը, իսկ հիմա նրանք պատերազմի վերջանալուց հետո փորձում են Պուտինին համոզել, որ նորից նրանք ՆԱՏՕ մտնելու հայտ ներկայացնեն ու նրանց պահանջները ահավոր անիրատեսական են ու պետքա նրանք իրենց պահանջները վերանայեն, որովհետև ամեն օրը, ամեն ամիսը, երբ որ պատերազմը խորանում է, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը առաջխաղացում է ունենում ճակատում ու ավելի շատ քաղաքներ ու գյուղեր են գրավում։ Հետևաբար, եթե 2022 թվականին բանակցությունները հաջողությամբ ավարտվեին, ավելի նպաստավոր իրավիճակ էր թե Ուկրաինայի, թե Զելենսկու համար, քան երբ որ 2025-ին են հիմա բանակցությունները գնում ու պատերազմը չի կարող հավերժ տևել։ Նույնիսկ 100 տարվա պատերազմը իր ավարտը ունեցել է։ Այսինքն ոչ մի պատերազմ չկա, որ հավերժ տևի։ Ռուսաստանի պահանջները խելքին մոտ են, որովհետև նրանք 4 շրջան գրավել են, իսկ Ղրիմը գրավել են 2014 թվականին ու հիմա դրանք Պուտինի արչև խնդիր առաջացել պահելու եւ եթե Պուտինը այդ շրջանները ուղղակի նորից հետա Զելենսկուն, դա պարզապես կլինի նրա քաղաքական մահը ու նրա որպես գործիչ ջախջախումը ու իր ամբողջ պատմության ընթացքում արած լավ եւ վատ գործերը կոպիտ ասած կզրոյացվեն։ Դրա համար Պուտինը իհարկե չի գնա դրան ու մինչև վերջ նա պնդելու է, որ այդ 5 շրջանները ամրագրվեն Ռուսաստանի տարածքում, մանավանդ որ սահմանադրությամբ ամրագրվել է, որ Զապորոժիան, Խերսոնը եւ Դոնեցկն ու Լուգանսկը մտնում են Ռուսաստանի կազմի մեջ։ Համաձայն եմ քեզ հետ, բայց ներկայիս պայմաններին էլ Պուտինի բանակցությունների չգնալը, հա, ասում ենք պայմանավորված է հրադադարով, բայց արի հասկանանք մի բան էլ, որ Զելենսկին է շատ բաներ ուշացնում։ Այսինքն այն պայմանները, որոնք հիմա իր առջև դրված են,
կարելի է ավելի լավ պայմաններով համաձայնագիր կամ հրադադար ստորագրել, քան տեղի ունենալու մի ամսից, 2 ամսից, որովհետև շատերն էլ Զելենսկուն համեմատում են Փաշինյանի հոկտեմբերի 19-յան Փաշինյանի հետ, այսինքն դե ոնց հոկտեմբերի 19-ին ավելի մեղմ պայմաններով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կարելի էր կնքել, բայց մի ամիս ուշացրեց ու տեսանք այն, ինչ տեսանք։ Այսօր Զելենսկուց մի բան է պետք պահանջել, ինքը պետք է գիտակցի երևի թե, որ ինչքան գնաց, այնքան վատանալու է, ինչքան Պուտինը շարունակեց այդ քաղաքականությունը, այնքան ավելի ռևանշիստական են լինելու այդ ձգտումները ու կարևոր է նաև գիտակցել մի փաստ, որ Եվրոպայի ձեռքին Ուկրաինան այսօր դարձավ այն ինչ կա ու այո ու Ուկրաինայից բան չմնաց ու երբ որ խոսում ենք ռուս-ուկրաինական պատերազմի ավարտների մասին, ես միշտ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ասում են, որ Ուկրաինան շատ լավ դիրքերում է գտնվում, մի քաղաքագետի հետ էի խոսում, ասում են հմեկով որ նայես ցույց են տալի, որ Ուկրաինան հեսա Ռոստովը կգրավի ու իրոք այդ վիճակն է, հա, պետքա ուղղակի իրավիճակը ճիշտ գնահատել, ուղղակի պետքա հասկանալ, որ Ռուսաստանը շատ շահեկան վիճակում է գտնվում ու հրադադարը Ռուսաստանին ձեռք չի տալիս, որովհետև ինքը հասկանում է, որ ինչքան ձգվեց, Զելենսկին մեկը ստորագրելու է այդ պայմանագիրն ու այդ հրադադարը, ինչքան ուշ, այնքան վատ։ Նույնիսկ եթե շատ ձգձխի կարող է հենց ինքն էլ չստորագրի, ինքը արդեն վաղուց նախագահ չլինի, որովհետև Թրամփը իր նախընտրական խոստումների մեջ խոսք է տվել, որ Ուկրաինայի ու Ռուսաստանի պատերազմը ինքը ավարտելու է ու ասել է, որ դա Բայդենի սխալն էր, որ այդ պատերազմը ընդհանրապես սկսել է։ Դրա համար հիմա դա իր նախընտրական խոստումներից ամենագլխավորն է։ Իր ընտրողների մեծ մասը ընտրել են իրան հենց դրա համար, որ նա պատերազմը ավարտի ու ինքը մաքսիմալ հիմա ջանք է գործադրում, որ այդ պատերազմը հասնի իր ավարտական կետին, նույնիսկ գոնե հրադադարով 30 օրյա ու հենց հիմա Ստամբուլում էլ Ուկրաինան իր պահանջները մի կողմ է փորձում դնել ու այդ 30 օրյա հրադադարի միտքն առաջ քաշել, բայց ինչքանով ես տեղյակ եմ, ռուսական պատվիրակության գլխավորող Մեդինսկին հրաժարվել է ու առաջարկել է, որ միանգամից Ուկրաինան ստորագրի կապիտուլյացիան 5 շրջանների տալը Ռուսաստանին, իսկ Ուկրաինան դրան հակադարձ առաջարկել է, որ վերադառնան 2014 թվականի սահմաններին, իմ տեղեկությունները, ընդհանրապես համարժեք պահանջներ չեն։ Այո, ու բանակցությունները նորից մտել են Բաքուի մեջ։ Հա, բայց Զելենսկու այս քայլերն էլ է կապված, ինձ թվում է, ընտրազանգվածի հետ, չգիտեմ, կամ քաղաքագիտական մտածողություն է իմ համար ամեն ինչ ընտրությունների ընտրազանգվածի հետ, էլեկտորալ զանգվածի հետ կապելը, կամ էլ իսկապես այդպես է, ու Զելենսկին էլ իրոք գիտի ինքը, որ լեգիտիմություն չունի, իր քաղաքական վարկանիշը շատ ցածր է, ու այսօր եթե ինքը ստորագրի այդ պայմանագիրը, քոնոշած կապիտուլյացիան, ինքը օր առաջ պետքա հեռացվի ու Փաշինյանն էլ դա գիտակցում էր, բայց Փաշինյանի դեպքում դա տեղի չունեցավ։ Շատ հետաքրքիր կլինի ուկրաինական պատերազմից հետո, եթե Զելենսկին ստորագրի կապիտուլյացիայի փաստաթուղթը կմնա արդյոք նա ղեկավարության ընտրություններով կհաղթի, թե մենք ունիկալ երկիր կմնանք այդ առումով։ Այդ հարցն էլ կգրենք մեկնաբանություններում։ Հիշեցնենք, որ եթերում Polytalks podcast-ն է։ Ձեզ հետ էի ես Քնարիկ Սահակյանը ու Փայլակ Չոբանյանը։ Մինչ հաջորդ հանդիպում։ Հաջողություն։